Այս էլ հին ավանդական հոլանդական գործիքը ու համարվում է որպես ավտոմատ համակարգով աշխատող շրջիկ երգեհոն։ Ասում են, որ շրջիկ երգեհոնների արմատները տանում է դեպի Իտալիա, իսկ առաջին անգամ Փարիզում 1850 թվականին իտալացի Լյուդովիկո Ջավիոլին սկսում է շրջիկ երգեհոնների արտադրությունը եւ այնպիսի մեծ հաջողություն է ունենում, որ ասում են կարելի է նրան համարել ժամանակակից երգեհոնների նախահայրը։ Այս է գալիս է, հիմա էլ որ գնա մյուս հատվածում կանգնի, այն մյուս պապիկն էլ բաժակը ձեռքին, կոպեկները մեջը շխշխկացնում է, որ մարդիկ կոպեկ գցեն մեջը, շատ կոլորիտային է, հիմա էլ եկավ կանգնեց էստեղ, դե այսօր նաև շուկայի օր է, շրջիկ երգեհոններ աշխատեցնելը եւս մասնագիտություն է, այսպես ասած սա էլ իրենց աշխատանքն է եւ իրենք իրավունք չունեն 15 րոպեից ավել կանգնել այդ տեղանքում, պետք է տեղաշարժվեն։ Նիդերլանդներում առաջին անգամ երգեհոնների վարձակալությամբ սկսում է զբաղվել բելգիացի Լեո Վարնիսը 1875 թվականից Ամստերդամում։ Ռիթմով էլ շխկացնում կա մտավախություն, որ շրջիկ երգեհոնների աշխատեցնողները գնալով քչանում են, այս պահին 12-ն են մնացել Նիդերլանդներում եւ որպես մասնագիտություն այն անհետացման եզրին է։ Շրջիկ երգեհոններ աշխատեցնողների աշխատավարձը ամսական հասնում է մինչև 2500-ի։